անհապաղ պետք է դուրս գալ իր ատամից, խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ ու գնալ դեպի Եվրամիություն։ Ես էլ եմ կողմ դեպի Եվրամիություն, բայց միանգամից խզելը դա սխալ եմ համարում, որովհետև մեր ազգաբնակչության միշտ թվարվում իրենց հանրաբաժարի հացը աշխատում և ստանում է Ռուսաստանի Դաշնությունը։ Դուք ինչ կարծիք ունեք, միանգամից խզել, թե հետզհետե զարգանալ, արդյունաբերությունը զարգացնել, ռազմական տնտեսությունը զարգացնել, նոր կամաց հեռանալ Ռուսաստանից։ Հարցը շատ տեղին է, ընդ որում տեսեք, այդ հարցի մեջ կա էմոցիոնալ մաս, որ որոշ մարդիկ էմոցիաներով պայմանավորված են դա ասում, որ մենք վիրավորվել ենք եւ այլն, եւ կա տրամաբանական մաս։ Ես ուզում եմ խոսել տրամաբանական մասից։ Հարաբերությունները պետք է լինեն առողջ։ Հայաստանի Հանրապետությունում պետք է Հայաստանի Հանրապետության ազգային շահերի միտված քաղաքականություն իրականացվի, այսինքն մեր քաղաքական ուժը ասում է, որ մենք հետապնդելու ենք միայն Հայաստանի Հանրապետության շահերը եւ ազգային շահերի կենտրոնացված քաղաքականություն ենք վարելու։ Օբյեկտիվ ճշմարտությունը ո՞րն է։ Ես առիթ եմ ունեցել ուսումնասիրել, հարգելիներս, 30-ից ավել միջպետական պայմանագիր կա Ռուսաստանի Դաշնության հետ։ Յուրաքանչյուրը համահավասար փոխադարձ պարտավորված հարաբերությունների մասին չի։ Ես եթե ասեմ ստրկատիրական հարաբերությունների մասին հավատացեք։ Միակողմանի։ Օրինակի համար մեր ամբողջ խողովակաշարային տնտեսությունը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ մի հատ էլ կետ կա այնտեղ, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կայացնի ալտերնատիվ խողովակաշարային տնտեսություն, ավտոմատ պատկանելու է իրենց։ Հիմա հարց, օրինակ ասեմ, ինչի։ Պատկերացրեք մի շենքում դուք ապրում եք, այդ շենքում բնակվելով հանդերձ ունեք մի մուտք, այդ մուտքը փակել են, պատ են շարել, հիմա դուք եթե ուզենաք ձեր մյուս պատը քանդեք ուրիշ երկու մուտք կառուցեք, իրանք ասել են ավտոմատ դա էլ ամերը, էլի պատ ենք սարքելու, իզուր դուր մի բաց։ Հարցը առաջանում, ինչու։ Եթե դուք ունեք հարավկովկասյան երկաթուղի, որը որ ստեղ եկել է կոնստիտուցիոն կառավարմանա վերցրել ձեր ամբողջ երկաթուղային ցանցը, Վրաստանում տեսել եք ինչ երկաթգիծ է աշխատում։ Ես մի անգամ մի սխալ գործեցի Հայաստանի երկաթուղիներով գնացի Վրաստան, դա իմ համար ամենատաժանակիր ուղևորությունն էր։ Ոնց որ բերդ տեղափոխել, ոչ թե մարդ։ Ու 30 տարի այդ մակարդակի է երկաթուղին, հիմա եթե ես ուզենամ երկաթգիծ կառուցեմ Հայաստանի Հանրապետությունում, լրիվ ուրիշ, կողքը կամ ուրիշ տեղով, ավտոմատ պատկանելու է իրանց։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, այդ հարաբերությունները կարելի է համարել հավասարակշռված եւ փոխադարձ շահեկան, դա նշանակում է, որ դուք հլը ազատագրվելու ճանապարհով պետք է անցնեք, սիրելիներս, որ ձեր տնտեսությունը, արդյունաբերությունը զարգանա։ Եթե ձեր ամբողջ տնտեսությունը կախված է, ու իրենք ձեր թելիկներից քաշելով կառավարելու են ու հրաման են տալու, թե դուք ոնց պետք է ապրեք, բացառապես իրենց շահերով պայմանավորված, դուք ազատագրվելու շեմին եք, ընկերներ։ Ազատագրվելու։ Հիմա դա կայսրություն է, օբյեկտիվորեն ինքը տենց էլ պետք է աներ, որտեղ ինքը կայսրության մտածելակերպով է շարժվում, ինքը տենց պետք է անի, որ մետրոպոլիաները իր մտածելակերպով երբևիցե ազատ դուրս գալու հնարավորություն չունենան, բայց դուք էլ 5 քաղաքակրթության զավակներ եք, դուք ուզում եք ձեր անկախ պետությունը ունենաք։ Հիմա եթե դու չես կտրում այդ թելերը, այդ ճոպանները, որով որ քեզ կապել են սյունին, ոնց ես պատրաստվելու քո հնարավորությունները բացազատես։ Դա օրվա հրամայական է ԵԱՏՄ-ից դուրս գալը, որտեղ ԵԱՏՄ-ի շուկան տեխնոլոգիապես չզարգացած շուկան է, որը որ սպառող է, ժամանակակից քաղաքատնտեսության մեջ այսպիսի մի հարացույց կա, երկրները 3 տեսակի տնտեսական հիմքի վրա զարգացող երկրներ կան։ Երրորդ կարգի երկրները սպառող երկրներն են, օրինակ աֆրիկական պետությունները, իրանք միշտ անընդհատ ձևավորվող կարիք ունեն, բայց բավարարելու հնարավորություն չունեն, իրանց անդադ պիտի 10։ Երկրորդ կարգի պետությունները ունեն արտադրական պոտենցիալ, բայց չունեն տեխնոլոգիաներ։ Իրանք կարող արտադրեն, բայց իրանց պետք է ասեն ոնց եւ ինչ մեխանիզմներով։
Առաջի կարգի պետությունները, դրանք համ արտադրական պետություններն են, համ տեխնոլոգիական պետություններն են, որոնց ծիրում նաև տեխնոլոգիաներն են ձևավորվում, իրանք այդ ամեն հոսքագիծը կարողանում են ձևավորել։ Կոպիտ ասած մեխից միջև տիեզերանով կարողանում են արտադրել։ Այդպիսի պետություններ ԵԱՏՄ-ում չկան, որտեղ ամենախոշոր խաղացողը ԵԱՏՄ-ի դա Ռուսաստանի Դաշնությունն է, որը նավթագազահումքային տնտեսության վրա նստած պետությունն է։ Այսինքն բնական հանածոները վաճառելով այն պետական հնարավորությունները սպասարկում արտադրական պոտենցիալ չունի։ Իրենք փորձ արեցին Սկորկովոյի համատեքստում ձևավորել ինդուստրիալ տնտեսություն տեխնոլոգիաների վրա հիմնված, տապալվեց։ Տեսել եք իրենց iPad-ները 20 կիլո է։ Ցինկուսանորին պիտի ասեն վերցնու ռուսական iPad-ը գնա դաս սովորի։ Ավելի լավ է գնա շտանգա բարձրացնի։ Ու հələ համեմատեք մի հատ արևմտյան տեխնոլոգիաների սմարթֆոններին, iPad-ների, տեսեք նրանց տեխնոլոգիան որտեղ է, նրանց տեխնոլոգիան որտեղ է։ Հիմա եթե ԵԱՏՄ-ում առաջամատիկ պետությունը տեխնոլոգիական սովի մեջ է այն աստիճանի, որ ռազմական գործողությունները չի կարողանում սպասարկի, լվացքի մեքենաների մեջ չիպերը հանում են, որ հրթիռների վրա դնեն։ Այդ պետության հետ դուք ծրագրում եք ճանապարհը անցնեք ու արդյունաբերություն ու տնտեսություն զարգացնեք, դա ծիծաղելի է։ Հիմա հայ ժողովուրդը ազատագրվելու համար պետք է այդ ճոպանները կտրի։ Ճոպաններից մեկը ԵԱՏՄ-ն է, մյուսը ԱՊՀ-ն է, մյուսը ՀԱՊԿ-ն է, որը անպիտան կառույց է, որը չպաշտպանեց մեզ։ Հաջորդը 30-ից ավել միջպետական պայմանագրերն են, որ ստրկատիրական հարաբերություններից դուրս գան։ Մենք չենք ասում մենք իրաց թշնամի ենք համարում, ասում ենք չէ, հարգելիներս, մենք դες համարում ենք նորմալ երկիր։ Դուք ձեր դաշնակցային հարաբերությունները չեք կատարել, բայց մենք ձեզ այդ թշնամություն չենք անում, բայց շատ ներողություն էլի, մենք երեխա ենք պահում, երեխա պիտի մեծացնենք, սնվում ենք, դուք գիտեք, որ հայերը երբեմն հաց են ուտում, ուզում են լավ սնվեն, ուզում են լավ հագնվեն։ Ուրեմն մեզ պետք է հնարավորություն տակ, որ մենք մեր տնտեսությունը ոտքի կանգնացնենք, առողջացնենք։ Մենք այդ հնարավորությունը ունենք զարգացած երկրների հետ, այդ պոտենցիալը կա։ Ձերս պայմանագիրը մեզ սա է խանգարում։ Այս պայմանագիրը սա է խանգարում, այս պայմանագիրը սա է խանգարում։ Այդ պայմանագրերից մենք պետք է ձերբազատվենք, որ կարողանանք Ֆրանսիայի հետ կարողանանք հարաբերություններ զարգացնել։ Կարողանանք ենթադրենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Հնդկաստանի հետ, չասեք մենակ արևմուտքը ասում, Ճապոնիայի հետ, Հարավային Կորեայի հետ, Գերմանիայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Սաուդյան Արաբիայի հետ։ Ո՞նց ձերբազատվեք։ Ինչից։ Այդ պայմանագրից։ Արբիտրաժային դատարանի միջոցով։ Շատ լավ կլինի, եթե նոր ուժեր ձևավորվեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքական կուսակցությունները միայն կարող են քաղաքական փոփոխությունների գալ ընտրական ճանապարհով եւ մենք այդ ճանապարհով գնում ենք։ Վերջում մի հարց կար։ Շնորհակալություն հնարավորության համար, պարոն Սիմոնյան, հաջողություն եմ ձեր նախաձեռնությունը եւ հաջողություններ եմ մաղթում, որովհետեւ արդեն ակնհայտ է, որ շատ դժվար է լինելու ձեր համար եւ մեր համար։ Ես բազմաթիվ հարցեր ունեմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց այս պահին երկուսը կմիջեցնեմ, որոնք երկուսն էլ վերաբերում են անվտանգությանը։ Առաջին հարցս օրեր առաջ ավելի կոնկրետ ապրիլի 10-ին Վենետիկում տեղի ունեցավ կոնֆերանս Քրիստոնեությունը Ադրբեջանում թեմայով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր որպես արևմտյան Ադրբեջան եւ հայկական բոլոր քրիստոնեական եկեղեցիներ որպես ալբանական եկեղեցիներ, նույնիսկ քահանային հրավիրել հայ ազգի, ով ներկայացնում էր ֆեյք պատմություն, որ հայ ժողովուրդ չի եղել։ Բացի այդ այնքան պրեսա էր հրավիրված կամ մամուլ կար հրավիրված, որոնք անմիջապես այդ ամեն ինչը տարածեցին, նույնիսկ ֆեյք կայքեջ են ստեղծել armenian.az հասցեով, որտեղ հայերեն եւ ռուսերեն լեզուներով տարածում են ֆեյք պատմություն, այսինքն սա ոչ թե մի հերթական նախաձեռնություն է հայ ազգի ջնջելու, ինչպիսին է ձեր տեսլականը, արդյոք կարծում եք, թե սա եկեղեցու աշխատանքն է, թե պետությունը ևս աշխատանքում միաստեղ տանելու, ինչպես կվարվեք դուք ընտրվելու դեպքում կամ նույնիսկ չընտրվելու դեպքում ինչ քայլեր կնախաձեռնեք։ Եվ երկրորդ հարցս վերաբերում է ակադեմիական քաղաքին, ես որպես 3 դեռահասների մայր մտածում եմ, որ մի քանի տարի հետո երեխաները սովորելու կարիք են ունենալու
բայց չեմ վստահում այդ ակադեմիական քաղաքին, քանի որ եթե մի բան մտածենք, եթե մեր բոլոր քերացի երեխաները, երիտասարդները մեկ տեղում հավաքվեն ու ասենք սկսվի պատերազմ, մեկ ուզում բավարար է մեր հայ ժողովրդի սերուցքը վերածնելու համար, ինչ եք մտածում այս օգնությամբ, արդյոք սա ապակենտրոնացնելու փոխարեն կենտրոնացում չէ եւ մարզերից ստանելը այդ բուհական հաստատությունները եւ երկրորդը նաեւ որ ոչ բոլոր հնարավորություն ունենան երեխաներին ուղարկել, մինչդեռ մարզերում ելի հնարավորություն կա, որ երեխան քաղաքում ապրի, քաղաքում սովորի։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, շնորհակալություն։ Առաջին հարցի հետ կապված ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության գործն է դա, իհարկե եկեղեցին իր մասով պետք է նախաձեռնություններ անի եւ որքանով որ տեղակեմ եկեղեցին ինչ որ նամակ գրել է, այո, բայց եկեղեցին իր մասով կարող է աշխատել այդ ուղղությամբ, բան չունեմ ասելու, որպես ազգային ինստիտուտ եւ ոչ միայն հայաստանյաց առաքելական եկեղեցին, այլ նաեւ հայ կաթոլիկ եկեղեցին, որպես այո, քրիստոնեության մեկ ուղղություն ունեցող եկեղեցի, որը որ շատ կարևոր է մեզ համար, նույնքան չզիջող։ Բոլոր եկեղեցական համայնքները եւ հանդրույթները պետք է արձագանքեն, բայց սա պետության գործն է։ Ինչու՞։ Պատերազմը չի ավարտվել։ Պատերազմի տակ շրջանն է ավարտված, երբ որ կռվում են բանակները, բայց ներկայումս գիտակցական մարտեր են ընթանում ամբողջ աշխարհում։ Ես որպես պրոֆեսիոնալ ձեզ ասեմ, գիտակցական մարտը դա միջազգային տերմին կա, կոգնիտիվ պատերազմներ։ Թարգմանաբար հայերեն գիտակցական մարտեր են նշանակում։ Այդ գիտակցական մարտերը 3 մեթոդով են իրականացվում։ Ապատեղեկատվություն, երբ որ սուտն են տարածում ամբողջ աշխարհում։ Երկրորդը պատումների պատերազմ, այդ նարատիվների պատերազմ կոչեցյալն է, երբ որ իրենք պատմական նշանակությունները, եզրերը փոխարինում են կեղծ եզրերով եւ նշանակություններով։ Եվ երրորդը հոգեբանական պատերազմ։ Այդ 3 գրոհները մեր հասարակությունը հիմա զգում է իր վրա։ Ամեն օր սուտ, ամեն օր կեղծիք ներկայացնող իրավիճակներ, շրջված իրականություն եւ հոգեբանական ճնշում։ Անընդհատ մարդկանց ճնշում են, ասում են, խելոք մնացեք կռիվ կսկսվի, խելոք մնացեք կռիվ կսկսվի։ Սենց մի արեք կռիվ, այ կռիվ կսկսվի, պատերազմով վախեցնում են մարդկանց։ Առանց ասելու, որ երկիրը խաղաղության մեջ չի, պատերազմը գնում է ժողովուրդ։ ԱԳՆ-ն լավ չի աշխատում։ Եվ բացի ԱԳՆ-ն, առհասարակ տեսեք, պետական կառավարման համակարգը պետք է կարողանա պատասխանի ահռելի քանակությամբ, դա մեծ քանակությամբ ռեսուրսների ներգրավում անող հոդվածների տեսքով, գիտական սիմպոզիումների տեսքով, Վիկիպեդիայում, որը որ հանրամատչելի, որոնողական հանրագիտարաններից մեկն է, դա գիտական նշանակություն չունի Վիկիպեդիան, բայց ամբողջ աշխարհը Վիկիպեդիա է մտնում։ Սկսել են արդեն ճշմարտությունը փոխարինել ստով, կեղծիքով, ադրբեջանական տեսակետներով։ Հիմա եթե մոտեցումների պայքարում մենք տանուլ ենք տալիս որպես պետություն, պարզա որ Վատիկանում այդպիսի կոնֆերանսներ կանեն։ Ես կես կատակ, կես լուրջ ասում եմ, որ գնում է թուրքերի հայացման ծրագիր, հայերի թուրքացման ծրագիր։ Թուրքերի հայացումը ինչու՞մն է կայանում, վերցրել են մեր ամբողջ մշակույթը, մեր ճարտարապետությունը, մեր հողերը, մեր ինքնությունը, սարքել են իրանցը, հիմա իրանց մնում է ինչ, որ իրական տերը չլինի, չէ։ Որտեվ գողը երբ է գողունը վայելում, երբ որ գողունի տերը էլ չկա, մահացել է։ Հիմա իրենք սաղ գողացել են, բայց մենք դեռ կանք, չէ։ Մենք կանք։ Շատ ճիշտ հարցեր բարձրացրեցիք, առաջի մասով տնտեսության հետ կապված մենք արդեն զրույց ունեցել ենք, նաև Հայաստանի արդյունաբերականացման հետ կապված, ես կարծում եմ, որ առաջադեմ տեխնոլոգիաները, որոնք որ երաստիճան են, կա առաջացող տեխնոլոգիաներ, որոնք որ ժամանակի հրամայական են, մարդիկ սպասում են, ակնկալում են, որ դա պետքա լինի։ Օրինակի համար մի պարզունակ օրինակ բերեմ, iPhone-ները մենք գիտենք, չէ, որ կա iPhone որ երրորդն է արդեն, 16-րդ, 17-րդը, ակնկալելի է, չէ, որ 18-րդն է հեսա լինելու։ Սա առաջացող տեխնոլոգիա է, արդեն գիտեն մոտավորապես ինչեր կարա փոփոխված լինի։
Կա զուգամիտված տեխնոլոգիաներ, որոնք տարբեր տեխնոլոգիաների միմյանց զուգամիտման միջոցով նոր էֆեկտ են ստանում, սիներգիկ նոր էֆեկտ։ Եվ կա թռիչքային տեխնոլոգիաներ, որոնք որ առաջանում են չակնկալված, բայց հեղափոխական մեթոդով փոխում են ամբողջ ինդուստրիան։ Տեխնոլոգիական տնտեսություն ձևավորելու համար մենք մեծ ներուժ ունենք։ Մեր երիտասարդության մեջ տեխնոլոգիական կրթություն ստացած անձիկ խոստումնալից է։ Կազմակերպություններ են հիմնում, որ միջազգային նմանատիպ կազմակերպություններին չզիջողեն։ Ահռելի քանակության ֆինանսներ են շրջանառվում այդտեղ։ Հնարավոր է նաև երկրի բնական ներուժը օգտագործելով տնտեսական աճ ունենալ, թե խմելու ջրի համատեքստում, մենք գիտենք, որ մեր խմելու ջրի 70% ուղղակի չեզոքանում է, թե ընդերքի օգտագործման ճիշտ կառավարման մեթոդով, նաև հազվագյուտ մետաղների ճիշտ արդյունահանմամբ, որը որ թալանի չի նմանվի, այլ Հայաստանի Հանրապետության բյուջեն լցնող կլինի, թե արդյունաբերական եւ ռազմաարդյունաբերական տեխնոլոգիաների զարգացման մեթոդով հնարավոր է տնտեսությունը առողջացնել։ Բայց այսպիսի մի աքսիոմա կա։ Եթե հանրակրթությունը պայմանավորում է, թե ինչպիսի քաղաքացի ենք մենք ունենալու մոտ ապագայում, ապա բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ մասնագիտական կրթությունը սպասարկում են տնտեսությունը։ Այն տնտեսությունները, որոնք որ առևտրի վրա են հիմնված, պատվեր չեն իջեցնում բուհերին։ Այն բուհերը, որոնք որ պատվեր չեն ստանում, իրենք կամայական կրթություն են տալիս։ Կամայական կրթությունով էլ տեսնում ենք ինչ բաժիններ են երեխաները ավարտում։ Այն բաժինները, որոնք ըստ էության նաև գործազուրկ են մնալու են։ Մեծաքանակ հումանիտար կրթություն, իսկ մենք գիտենք, որ բնական գիտությունների զարգացմամբ է հնարավոր երկրի տնտեսական աճը ապահովել եւ զարգացնել նոր կառուցակարգեր, նոր իրողություն։ Ձեր առաջին երկու հարցը իրար հետ սերտ աճած հարցեր են։ Երրորդ հարցը, որը որ նախկինների եւ ներկաների եւ առասարակ այդ ստվերային պետական կառավարմանն է վերաբերում, առաջին հայացքից թվում է, թե առաջին երկու հարցի հետ կապ չունի, բայց ամենախորքային կապն ունեցողն է։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հայտարարել է, որ մեր թիվ 1 ծրագրերից մեկը լինելու է լյուստրացիան։ Լսել եք այդ բառի մասին, լյուստրացիա։ Դա այլընտրանքային արդարադատությունն է։ Երբ որ քո դատական համակարգը հնարավորություն չի ունենում արդարություն վերականգնի, որովհետև այս կամ այն ուժի սպասարկող ուժ է եւ քաղաքական պատվեր իրականացնող ուժ է։ Ստեղծվում է մի այլընտրանքային դատական մարմին խորհրդարանի ենթակայության տակ, բայց կառավարության նախաձեռնությամբ, որտեղ համալրված են լինելու արտասահմանյան լավագույն անկողմնակալ մասնագետներ իրավաբանների, այդ թվում նաև հայկական հայոց սփյուռքի իրավաբաններ եւ Հայաստանի Հանրապետության այնպիսի իրավաբաններ, որոնք որ մաքուր եւ պարկեշտ հետագիծ են ունեցել մասնագիտական։ Եվ այդ այլընտրանքային արդարադատությունը ոլորտ այլ ոլորտ մաքրելով առաջ է ընթանում։ Օրինակի համար սկզբից սահմանադրական դատարանը, հետո դատական համակարգը, հետո քաղաքական համակարգը։ Լյուստրացիայի օրինակները ամբողջ աշխարհում եղել են, նաև Վացլավ Հավելն է արել առաջիններից մեկը, առաջին թավշյա հեղափոխությունից հետո Չեխոսլովակիայի իրավիճակներում, երբ որ առանձնանում էին։ Հիմա տեսեք, դա շատ կարճ է տևում, 6 ամի ժամանակահատվածում, բայց շատ բիրտ մեթոդներով։ Ենթադրենք այն մարդիկ, ովքեր որ հանցանք են գործել պետության նկատմամբ, իրենց ասում են, որ դուք ցմահ զրկվում եք երկրի ներսում պասիվ ընտրական իրավունքից։ Պասիվ ընտրական իրավունքը ընտրվելու իրավունքն է։ Ակտիվը երբ որ մենք գնում, մենք ենք ընտրում, պասիվը երբ որ մեզ են ընտրում։ Այդ մարդկանց ցմահ պետքա զրկել պասիվ ընտրական իրավունքից, որ երբևիցե մասնակցեն երկրի ընտրական գործընթացների որպես ընտրվող։ Մարդիկ կլինեն, որոնց երեխաներն էլ այդ պատժի տակ կանցնեն, որոնց թոռները անգամ կանցնեն այդ պատժի տակ։ 3 սերունդ հնարավոր է զրկել։ Եվ օբյեկտիվ պատճառները կա։ Ձեր ապակառուցողական եւ պայթնեցնող քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում, որով կաշխատվել է մեր զարգացումը, անվտանգային խնդիրներ է ստեղծվել հայ ազգի համար, թե տնտեսական, թե ֆիզիկական անվտանգությամբ։ Միայն լյուստրացիա, այն քաղաքական ուժը, որ լյուստրացիայի մասին չխոսեց, հեռու կմնաք ժողովուրդ։ Այն մարդիկ, ովքեր որ ասեցին այլընտրանքային արդարադատական համակարգով չեն շարժվելու առաջ, հերթական ծածկադպրոցն է, գալու են խաբեն
նստեն իշխանությունների նույն իրավիճակը շարունակել։ Նիկոլ Փաշինյանը չէր ասում լյուստրացիայի մասին։ Նիկոլ Փաշինյանը ասում էր մերժել Սերժին։ Սերժին մերժեցին 100%-ով ինքնաիրացվեց։ Էլ անելու բան չուներ։ Դրա համար էլ ոչ մի բան հիմա չի անում։ Հետո պարզվեց, որ ոչ էլ մերժել է Սերժին։ Նույն սահմանադրությունը, նույն կոստյումը, որ հագել է, նույն մոտեցումները, նույն իրավիճակը։ Սա մի բան էլ հենց ծայրաստիճան ծանր, որտեղ մենք ոչ մեկը չպատասխան։ Այո, մեծ հարված ստացանք։ Բայց այնտեղ մի հարցեր կան։ Ես շարքել հարցեր ունենք։ Հա, այստեղ էլ հարցեր կան, ձերքին բարձրացնում, բայց հնարավորություն չունեցանք։ Խնդրում եմ խոսափող մոտեցրեք։ Բարություն Գալստյան Գարիկ։ Այն հարցը շատ կան կտամ երկուսը։ Առաջինը կուսակցաշինությունը գույն այդ է, որ երկարատև ծանր և ծախսատար աշխատանք։ Այո։ Ինչպես տարբեր ոլորտներում նշվում է և դուք ևս նշեցիք, ամեն ինչ կենտրոնացված է Երևան։ Տնտեսությունը և այլ, մարզերը ամեն ինչով աշխատում է արված, նաև կուսակցաշինության ոլորտում։ Հարցս, ինչ եք մտածում մարզային գրասենյակների, առնվազն գոնե խոշոր քաղաքների, որով այդքան էլ հարուստ չենք, գրասենյակների հիմնման մասին, մարզերը աչքի առաջ ունենալու առումով և կոնկրետ այդպիսի ձեզ առաջարկություն անենք։ Ազգային ընտրական օրենսգրքում ինչպես օրենքում օրինակ գենդերային կա ամեն երրորդը պետք է կին լինի, ճիշտ է։ Օրինակ ես կառաջարկեմ, որ օրինակի համար ամեն 7-րդը կամ 8-րդը լինի մարզաբնակ։ Որպեսզի ձեր ասած է շրջորհալի մարդիկ, որոնք մարզերում շատ կան գտնեն իրենց տերը։ Դա մեկ հարց, երկրորդ։ Գուցե այսօրվա թեմայից մի քիչ շեղվեմ, բայց ինչ եք մտածում դուք Հայաստանի Հանրապետություն, Հայաստան և Հայքի Հանրապետության վերաբերյալ, ես ամբողջովին ուղղությունով Հայքի Հանրապետության կողմից եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կարծեմ մեր իրավաբանները կհաստատեն օրենքում արդեն այդպիսի պայման կա, օրենքի պահանջ է։ Մոտակա ամիսներին Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը պետք է բոլոր մարզերում գրասենյակներ ունենա և առնվազն 100 հոգի կուսակցական։ Օրենքի պահանջ կա։ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության ուղիղ կեսը մարզերում ապրում։ Կեսից ավելին դեռևս կարող ենք շեշտել։ Մարզերը անտեսված չեն, օրենքի պահանջով ֆիքսված է։ Ցանկության մակարդակով շատ մեծ է։ Ես որ մարզերը այցելում եմ, մանավանդ երիտասարդների հետ շփվում եմ, տեսնում եմ ինչքան տաղանդավոր մարդիկ կան մարզերում բնակվող։ Շատ մեծ է։ Իհարկե ցանկություն կա։ Նաև դուք արդարացիորեն նշեցիք, որ այո, ֆինանսի և ծախսատար հանգամանքներով է պայմանավորված։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը օրենքով չարգելված բոլոր մեթոդներով աշխատում է ֆինանսական միջոցներ ներգրավի։ Դա և անդամավճարներն են, որ կուսակցականները ամենամսյա անդամավճար ունեն, իհարկե դա սիմվոլիկ գումար է, ահռելի գումարների մասին չի, կա նաև նվիրատվությունների հնարավորություն, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ցանկացած գումարի չափով նվիրատվություն է կատարում, և այլ հնարավորություններ կան, որ մենք դիտարկում ենք։ Օրինակի համար Երևանում մեր գրասենյակը մարդկանց օժանդակությամբ է, որ բացվել է։ Ամեն ինչ որ մենք անենք, մարդկանց օժանդակությամբ է։ Նույնը կարելի է գեներացնել մարզերում, որևէ խնդիր չեն տեսնում։ Մարզերն աղքատ են եղել։ Աղքատությունը ամենուրեք է, առհասարակ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի տարբեր հաշվարկներով 40% աղքատություն կա։ Բայց ցանկության պարագայում մարդիկ իրենց ներուժի ներածի չափով էլ կարող են իրար կողք կանգնել։ Կարող են։ Անգամ ֆիզիկական ներկայությամբ, եթե ոչինչ չունեն տալու, ֆիզիկական ներկայությամբ գոնե կարող են իրենց ներկայություն ապահովել միտք տան, գաղափար տան, կարող են տալ։ Այսինքն, եթե մենք մեր ուժերը կարողանանք կենտրոնացնել, հնարավորություններ կարողանանք բացահայտել, նոր ենք սկսել մեր ճանապարհը,
9 ամիս առաջ եմ հայտարարել մուտք գործելու մասին քաղաքականություն, 9 ամիս հետո արդեն գրանցված կուսակցություն ունենք ահռելի քանակությամբ մարդկանց աջակցության միջոցով։ Ես կարծում եմ, որ շատ արագ նաև մարզերում կկարողանանք տարածվել։ Մեր խնդիրն է բացահայտել այն ուժերի, որոնք որ մեր սկզբունքներին համահունչ են գնում եւ իրենք արժանի են եւ իրենք ներգրավելու հնարավորություն ունեն եւ այստեղ սերը տալիքը էական չի։ Մենք ասում ենք, որ 50% պետք է լինի, 50 տղամարդ ներգրաված, 50 կին պիտի ներգրաված լինեն։ Բայց մեր Հայաստանի Հանրապետությունում կանանց թիվը միշտ քաղաքականության մեջ զգալի քիչ է։ Զգալի քիչ։ Եվ դա օբյեկտիվ պատճառներ էլ ունի, մեր կանայք բազմազբաղ են։ Ես ասում եմ, որ հայ կանայք տանտիկինները մի վարչապետի գործ են անում։ Մանավանդ եթե ընտանիքում 3 տղամարդ լինի։ Մի վարչապետի հոգս ծառացած է իրանց ուսերին։ Հիմա այդ հոգսաշատ բազմազբաղ կենցաղով հանդերձ պարզա, որ քիչ կլինի ներկայացվածությունը քաղաքական դաշտում։ Բայց մենք բաց ենք, եթե անգամ կիսով չափ կանայք ուզենան կարող ներգրավել ոչ մի խնդիր, մենք բաց ենք, մենք սիրով, անգամ ման ենք գալի, փնտրում ենք, որ այդպիսի կանայք, որ ժամանակ ունեն, կարողանան միանան մեզ, գան միանան մեզ եւ կարողանան ավելի հզորացնել իրենց պոտենցիալով մեր քաղաքական ուժը։ Մարզերի առումով էլ լիարժեք համաձայն եմ ձեզ հետ։ Այո, պետք է ծավալել, առաջի այցը ես Վանաձորն եմ ընտրել, եկել ենք Վանաձոր, շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար, ձեր ջերմ վերաբերմունքի համար եւ այսպիսի այցեր շատ են լինելու Լորվա մարզում, Տավուշում, Սյունիքում, Արմավիրում, Արարատում, ամենուր եք, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորում, մոտ ժամանակներս այցելելու ենք անպայման Գյումրի ծրագրում ենք այցելենք, Սյունիք ենք այցելելու եւ կարծում եմ մի քանի օրով երրորդյա այցով գուցե այցելենք, որ ամբողջությամբ պտտվենք։ Ամենահեռավոր մարզը, որը որ այդքան է հեռավոր չի, Հայաստանը մի բուռ է, Սյունիքն է, որ մեկ օր կտևի միջև գնալ, տեղավորվել, հանգստանալ, երկար ժամանակ կքաշի, որ մարդկանց հետ սկսենք հանդիպել։ Ինչ վերաբերում է Հայք եւ Հայաստան։ Հայաստանի ստան հատվածը ոստան բառից է, դա թուրքական ծագում չունի, դա կեղծ տեղեկություն է։ Պարսկական արաբական։ Ոստան բառից է, դա հայկական, հնդեվրոպական լեզվաընտանիքից է ծագած, ընդ որում կենտրոնական Ասիայի պետությունները, որ իրենց վերջում ստան վերջացանցում ունեն, դա մեզանից է գնացել այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաընտանիքից է գնացել, դա թուրքական ծագում չունի։ Ինչ վերաբերում է Հայքին, նախկինում հայոց 15 նահանգներից ամեն նահանգը Հայաստան էր համարվում։ 15 նահանգների ամբողջությունը կոչվում էր Հայաստաններ, Հայք։ Այսինքն ինքը Հայաստաններ նշանակությունը ունի։ Այնպես որ այս լեզվական մոտեցումների մեջ եկեք չմտնենք, ունենք Հայաստանի Հանրապետություն, ոնց էլ անվանենք հայեցի է։ Ունենք գերխնդիր կայացնել իրական հայ ժողովրդի շահերը առաջ տանող պետական կառավարման համակարգ արդյունավետ պետություն, ապագան դուք չեք պատկերացնի հայ ժողովուրդը այնքան տաղանդավոր է, աջ ու ձախ, հյուսիս հարավ, ոնց ուզենա ունեցել կշարժի։ Կարևորը կայացնելն է արդյունավետ պետություն, որտեղ տաղանդավոր մարդիկ հնարավորություն ունենան ինքնաիրացվելու։ Անկախ իրականում էլիտա ձևավորած, ռազմավարական ընտրանի ունեցող, զարգացող, իրանց հույսը, իրանց ապագան այս հողի հետ կապող, մայր Հայաստանի հետ կապող քաղաքացիական հանդրույթ ունեցող, բավարարված կյանքով ապրող ընտանիքներով։ Դուք չեք պատկերացնի ինչ մեծ հնարավորություններ կբացազատվեն։ Մեր թշնամիները, որից հիմա մարդիկ վախենում են, իրենց քաշով, իրենց պոտենցիալով այդքան չկան, որ իմ պատկերացրած Հայաստանի համար թշնամի շարունակեն մնալ, անգամ Թուրքիա։ Այդքան չկան ժողովուրդ, մեզ վախեցրել են վհուկներով, որտեղ մեզ են իջեցրել շատ։ Մենք հիմա ծայրահեղ իջած իրավիճակում ենք, բայց նրանից չի, որ մենք այդպիսին ենք, ոչ։ Մենք կբարձրանանք։
մեր մեջ կշտկենք, այն ժամանակ կտեսնենք Հայաստանի Հանրապետության իրական տեղն ու դերը քարտեզի վրա։ Պարոն Սիմոնյան, ես ծանոթ եմ ձեր բոլոր հրապարակային ելույթներին, ստայգ եմ ձեր մոտեցումները բոլոր հարցերում ու հիմա ձեր ելույթի ժամանակ արտահայտեցիք, որ դուք կողմնակից եք, որ քաղաքական ճանապարհով ընտրությունների անով գաք իշխանության։ Մենք էլ ենք դրանք կողմնակից, բայց արդյոք հարցս հետևյալն է, արդյոք մեր երկիրը կարող է դիմանալ եւ հասնել ընտրությունների, քանի որ ներկա այսօրվա իշխանությունները շատ արագ տեմպերով մեր երկիրը տանում են կործանում են, կարելի ասել կազմալուծում են եւ ամեն ինչ եւ ուղղակի այս պայմանները հնարավոր է որ բոլորս մտավախություն ունենք, որ այդ ընտրություններին կարող է չհասնել մինչև 26 թվական։ Մյուս հարցս, որ ձեր վերջին այս հարցազրույցում վերադառնալու դուք էլ ասեցիք, երբ որ այսօրվա վարչապետ Աթոռ Վարաշկոհանձը արդեն համարձակություն, որովհետև մինչև այդ խայցի պես ամեն ինչը արտահայտում էր, տեսնում է, որ մարսում է կամած քայլարկար առաջ է գնում եւ արդեն ձեռք բարձրացեց, արտահայտեց, որ սահմանադրությունը, որ ձեռնարկել սահմանադրական փոփոխությունները, որ հարակվեի հռչակագրի որ պետք չէ իր կարծիքի իբր հայտնեց խայցի պես եւ դուք էլ դա ձեր վերջի ելույթում հավելեցիք, որ դա պետական դավաճանություն է, քանի որ արդեն ձեռք է բարձրացնում մեր պետության հիմքերի ստեղծման։ Մենք էլ ենք համամիտ։ Իմի այդքանից հետո նորից սպասենք, բան թե ժողովուրդը ասել ժողովրդի տրամադրությունը մենք բոլորս սպասում ենք այդ ձեր նման նոր ուժերի կայացման, որպեսզի որովհետև ժողովուրդը արդեն զզվում է եւ հնելից եւ ներկայից։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Գիտեք, այո, ռիսկերը կա, բայց այդ ռիսկերից ամենահարկու չափաբաժին ունեցող տարին 2021 թվականն էր։ 2021 թվականին Հայաստանը կարող չլիներ։ 2021 թվականին հարցը դրված էր ու կարող չլիներ։ Հիմա որ թիվն է։ 2026 թվական, 25 թվական, այսինքն մենք հասել ենք 2025 թվական, անկախ Հայաստանի Հանրապետությունով, 26 թվականներ կմտնենք անկախ Հայաստանի Հանրապետությունով, որովհետև այդ սահմանադրական փոփոխությունները, որոնք որ իրանք հրճակել են, պրոցեդուրա պետք է իրականացնել, չի կարող հրամանագրով ստորագրությամբ անի։ Այսինքն ինքը պետք է նախ հրապարակի, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի վերջին սահմանադրության տարբերակը, հանրային քննարկումներ իրականանան, ենթադրենք հանրային քննարկումներ էլ չեն իրականանում, պետք է հանրաքվեի օր ֆիքսի, չէ։ Այդ հանրաքվեի օր ֆիքսելը առնվազն 6-7 ամիս վերջնական սահմանադրական փաստաթղթից հետո ժամանակ է պահանջելու։ Ես չեմ կարծում, որ 2026 թվականի ընտրություններից մի քանի ամիս շուտ սահմանադրական հանրաքվեների կտանեն պետությունը, որտեղ հանրաքվեի պատրաստելը ահռելի ծախս է առաջին հերթին եւ ռեսուրսի ներգրավում։ Իրանք չեն կարող երկու ֆրոնտով աշխատեն։ Մի հատ աշխատեն հանրաքվեի իրականացնել, որտեղ սահմանադրություն պետք է հաստատվի իրանց ուզածը։ Մի հատ էլ ընտրություններին հաղթեն։ Սա իրանց համար ստրեսային քաղաքականություն է։ Իրենք պատրաստ չեն կարող անեն։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վարկապեկում եւ հեղինակազրկում է իրեն ընդհանրապես։ Մարդիկ տեսնում ավելի են բողոքում, ավելի են զայրանում։ Իմ նման եւ ձեզ նման։ Զայրացել ենք մենք ընդհանրապես, որ կա մի Հայաստանի Հանրապետության ղեկավար, որը որ անկախության հռչակագիրը կասկածի տակ է դնում։ Սա իր վարկանիշի վրա ազդելուց բացի ուրիշ ոչ մի բանի իզորու չի լինի։ Որտեղ հանրաքվե իրականացնելը հապճեպ անհնարին է, սահմանադրությունները ընտրվում են հանրաքվեի մեթոդով, չի կարող ստորագրությունով սահմանադրություն փոխի, դրա համար ես մի քիչ հանգիստ եմ այս առումով։
չեմ շտապում։ Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրողություններն էլ չեն գոժում մի իրավիճակ, որ 2026 թվականին ընդառաջ ինչ-որ մի այնպիսի բան կարա լինի, որ աղետալի իրավիճակի մեջ կլինեն, բայց ես չեմ էլ ուզում կաղապարված մտածենք։ Դրա համար Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը իր ներքին քննարկումներում բոլոր սցենարներն դիտարկում է։ Ինչքան ներուժները սպատեց, ինչի ներուժները սպատեց, դա էլ կիրագործենք։ Մեր քաշով, մեր հնարավորություններով էլ պայմանավորվում ենք նոր ձևավորված ուժենք, բայց պատասխանատվությունից չփախչող ուժենք։ Հետևաբար 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները ներկայիս իշխանությունների ամենահավանական քաղաքական գործընթացն է, որին իրանք կպատրաստվեն հիմա։ Սահմանադրությունը ընդամենը ոնց ասեմ, պատճառաբանությունը այնել ոչ մեր ձեռքում, ադրբեջանցիների ձեռքում։ Սահմանադրությունը շահարկելով ադրբեջանցիների խաղաղության պայմանագիրի լավերացումն են ուզում հետաձգել։ Որտեղ իրանք հակված չեն խաղաղության։ Քիչ առաջ ես ասի, պատերազմ է գնում եւ իրանք ռազմական գործողությունների են հակված։ Մենք էլ պիտի պայքարենք։ Եթե մենք 21 թվականից հասել ենք 25 թվականին, ապա 26 թվականին կմտնենք եւ առհասարակ Հայաստանը հավերժի մասին է։ Կարողացել ենք հիմա նախաձեռնենք նոր այլընտրանքային ուժի կայացումը, հիմա ենք ստեղծվել, դրանից առաջ անհնարին էր։ Հիմա կամաց քայլ առ քայլ մեր պոտենցիալը հզորացնելով, մեր հնարավորությունները մեծացնելով առաջ ենք շարժվելու։ Եվս մեկ հարցեր ու ավարտենք այսօրվա մեր հանդիպումը։ Դուք որևիցե կուսակցության մեջ եղել եք։ Ոչ։ Ես ճիշտ ասած առանձնապես հարց չունեմ, ձեզ հետ նոր չեմ ծանոթացել բաղուց։ Ձեր բոլոր հարցադրումները շատ մեծ ուշադրությամբ լսել եմ և ինձ շատ մեծ հաճույք է պատճառել հարցազրույցները, որտեղ տեսել եմ մարդ, որ ունի քաղաքական աշխատանքի ճաշակ, շատ բարձր գիտելիքներ տարբեր բնագավառների, հատկապես հասարակագիտական, և իհարկե ես որպես մի քիչ տարիք ունեցող մարդ կուզենայի մեր քաղաքական այսպես աստղաբույլի մեջ տեսնել ձեզ նման մարդու, մտածող մարդու, գրագետ մարդու, խելոք մարդու և կարծում եմ, որ դուք այդ մարդկանցից մեկն եք, որին ես իմ ձայնը կտայի։ Դրա համար ձեզ հաջողություններ եմ ցանկանում։ Շատ շնորհակալ եմ։ Որովհետև այն աշխատանքը, որտեղ դուք պիտի տանեք եւ լինեն ընտրություններ, նախընտրական պայքարի ընթացքում եւ այլն, ահավոր ծանր է լինելու։ Այս լսարանի հետ հեչ է աշխատել, չէ՞։ Նստած շատ հաճելի հերթով հարցեր են տալիս եւ այլն, բայց այստեղ շատ կարևոր բան կա, որ դուք կարողանաք, ես չգիտեմ, այդ բանում այդպես ռակուրսում ձեզ չեն տեսել, որովհետև դեռ չի եկել այդ աշխատանքի պահը, որ դուք հասարակության տարբեր շերտերի հետ կարողանաք իրենց լեզվով խոսել, հասկանալ նրանց, որովհետև նրանց համար ձեր քաղաքական խոսույթը չէ, նրանց համար գեոտալ լեզու չլինի, այլ լինի մի հարազատ մարդու, մի հարգելի մարդու ուժմը խոսույթ, որ նրանց էության մեջ է մտնում, և չեմ ուզում երկարացնել, ես կարծում եմ դուք դա անպայման կապահովեք քաղաքական պայքարի ընթացքում, նախընտրական պայքարի ընթացքում դուք նաև ձեր հետ լավ գեղեցիկ ուրեմն հնարավորությունները կարող եք օգտագործել։ Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում եւ կարծում եմ, որ նրանք, ովքեր այդ ուրեմն մոտեցումներ ունեցել են եւ ուշադիր լսել են ձեզ մինչեւ այսօր, անպայման կօգնեն, որպեսզի դուք հաջողություն ունենաք։ Մենք ուրախ ենք, որ ունենանք այնպիսի կուսակցություն, եթե ճիշտ ասած կուսակցության անունը Դժվար է, գիտեք։ Դժվարը չէ, գիտեք ինչ, անսովոր քաղաքական կուսակցության անուն։ Հետո եթե ասեն քո քաղաքական թշնամիներն ուզենան ենթադրենք ձեզ քննադատել, որոշ սուր ընդդիմադիրներ խելք ունեցող, կասեն լավ տեսեք այս մարդ ինչ կարծիք այլ կուսակցության մասին, շնորհապետական եւ այլն։ Ես դրա պատասխանը արդեն ունեմ։ Այո, շատ շնորհակալություն հարցի համար։ Հիմա տեսեք, այն սովոր անվանումները, որ մենք սովորաբար լսել ենք, ինչքան լավ անուն կա, արդեն վերցրել են։ 100-ից ավել կուսակցություններ կա, ես 2 ամիս բառարաններով բառ էի ման գալիս, որ կուսակցության անուն դնեի, էլ ազգային վերածնունդ։
Բարգավաճ, օրինաց, հանրապետական, հանրապետություն, լուսավոր, չգիտեմ, մնում էր ճաճանչափայր դնեինք կուսակցության անունը, որ այդ տրամաբանության շարքը շարունակվի։ Երկար մտածելուց հետո եկա հանգեցի մի իրավիճակի, որն է մեր պրոբլեմը, որ մեր քաղաքական դաշտը չի առողջանում։ Երկու կարևորագույն պրոբլեմ կա։ Թալանչիների իշխանություն, որը գիտության մեջ պլուտոկրատիա է համարվում, գողապետություն, եւ տգետների իշխանություն, որը գիտության մեջ կակիստոկրատիա է համարվում, տգետների իշխանություն։ Եթե մենք ուզում ենք ոչ նա լինի, ոչ էլ նա լինի, պետքա ուրիշ լինի, ինչ պետքա լինի, արժանիների իշխանություն, շնորհապետություն։ Եվ պատասխանը հետևյալն է, ոչ թե մենք ենք մեզ հայտարարել շնորհապետներ, եւ այդ շնորհալիները մենք մեզ չենք հայտարարել, այլ մենք այդ դուռը բացողն ենք, այդ ճանապարհը սարքողն ենք արժանիների համար։ Մենք այդ ճանապարհն ենք բացելու, որ արժանիները գան։ Մենք դուռը բացողներն ենք, ծառաները։ Թող մարդիկ այդպես դիտարկեն, որ ոչ թե սա մեծամտություն է ինքներս մեր անձի նկատմամբ քավլիցի, այլ սա միակ լուծման մեթոդն է, այն ինչ որ տեսել եք, էլ չտեսնեք։ Սա է մեր գաղափարախոսությունը։ Եվ հետո մի բան ասեմ եւ ավարտեմ։ Ես ուզում եմ, որ դուք լինեք այն քաղաքական գործիչներից, որոնք նաև լրության արժեք իմանան։ Օրինակ շատախոսությամբ չի, որ շատերը, օրինակ մարդիկ կան քաղաքական գործիչներ, եթե այդպես տաղանդում են քաղաքական գործի, ավելի շատ կլեռեն, քան կխոսեն։ Շատ շնորհակալ։ Երբեմն լռելն ավելի շատ բան է ասում, այդ տվյալ պահի մասին է խոսքս, քան ասենք բարբաջելը եւ այլն եւ այլն։ Ես ճիշտ այս ամեն ինչ որ ասում, դրանց սարմերը ձեր մեջ տեսնում եմ, այլապես այստեղ չէի լինի։ Եվ որպես մի ձեզնից տարեցման ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Ինչով կարող ենք, ուրեմն կօգնենք, որպեսզի դուք հաջողեք։ Վերջի հատվածին կարող եմ մի բան խոստանալ ձեզ։ Ասեք։ Երբ որ մարդիկ ինձ կճանաչեն, այնպեսին ինչպեսին որ ես կամ, ու իմ գործը կխոսի ավելին, քան իմ բառերը, ես կլռեմ։ Այստեղ լինելու համար շնորհակալ եմ։ Ես հատուկ եկել եմ, որ ձեզ ուղղակի մի դրական խոսք ասեմ։ Շատ շնորհակալ եմ, ամեն ճանաչում եք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Հերինակիցներ բոլորիդ իսկապես շատ շնորհակալ ենք, որ նախատոնական այսօրով ներկա եք եւ ակտիվ ներկա։ Մի դիտարկում եւ եթե պարոն Սիմոնյան դեմ չի, ձեր հարցներ կլսենք։ Այստեղ սեղանին թերթիկներ ենք դրել, որտեղ բարձ տվյալներ կարող եք լրացնել ցանկության դեպքում անհասկանալի հեռախոսահամար եւ էլեկտրոնային փոստ, եթե կուզենաք մեր կողքին լինել, անդամակցել կուսակցությանը, լինել համախոհ, այսինքն տվյալներ, որ մենք իմանանք Վանաձորում ունենք մեզ սրտակից մարդիկ, ովքեր մեր ճանապարհի մեր կողքին են լինելու։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր թիմի անունից, հարցում ենք, եթե վերջինը, հա, իսկապես վերջինը, որտեղ ձեզ էլ չպիտի ուշացնենք այդ նախատոնական գործողությունը։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, YouTube-ից տենց ականջովս ընկա, որ դատարանից Ալիևի պահանջով Նիկոլ Փաշինյանը հետականչել դիմումները, դա ճիշտ է թե չէ։ Գիտեք, եւ նա ինչ իրավունք ունի, հազարավոր երեխեք ինվալիդացել են, հազարավոր երեխեք մահացել են, նա նրանց փոխարեն հետ կանչի, ես տենց եմ հասկանում, եւ դրա դեմը պետք է առնվի, թե չէ։ Իմ գնահատմամբ իրավունք չունի։ Շնորհակալություն։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Իմ գնահատմամբ իրավունք չունի։ Իմ գնահատմամբ նմանատիպ քայլ է երկրի ղեկավարի կողմից հանցագործություն է։ Գիտեք ինչ կարող եմ ասել, երկրի ղեկավար դառնալը քեզ հնարավորություն չի տալիս ուղեղի ինչ փչի անես։ Որտեղ մարդիկ քեզ քո խոստումի դիմաց են ղեկավար սարքել։ Դու ուրիշ բան խոստացել ես, գալիս ուրիշ բան ես անում, ո՞նց է լինում այդպես։ Քո համար ձևի տոմս չի, որ դու դառնաս երկրի ղեկավար, ինչ ուզենաս անես։ Ոչ, մարդիկ քեզ վստահել են կոնկրետ խոստումի համար։ Խոստումներդ կատարի, եղբայր։ Քո խոստումները նախընտրական, լսում եք ուրիշ բանի մասին։
Եվ Եղիշե Կիրակոսյանը, որը որ անմռունչ մարտիկի նման ամբողջ աշխարհում դատական կարգով հետապնդում էր հայ ժողովրդի բնական իրավունքները, եթե չեմ սխալվում, դուրս է եկել պաշտոնից։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը հայտարարել է, որ սատարելու է Արցախի հայրենակիցների մեր բնական իրավունքները, մեր թափով եւ մեր ներուժով, ինչքան որ ուժներս կների այդ գործը առաջ ենք տանելու։ Հիմա գրանցվել ենք մենք նաեւ իրավական իրավունքների վերականգնման ժամանակավոր հանձնաժողով ենք ձևավորելու, որը նաև այդ հարցերով կզբաղվի, կտեսնենք ինչ տաղանդավոր իրավաբաններ կկարողանան համախմբվել, կուսակցության անունից արդյոք հնարավորություններ ունենք մենք քրեական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին եւ Իլհամ Ալիևին։ Եթե այդ հնարավորությունը կուսակցությունները ունեն առհասարակ միջազգային իրավունքի տեսակետից մենք այդ հարցը առաջ կտանենք։ Բայց թույլ չենք տա, որ հայ ժողովրդի իրավունքները ոտնահարվեն եւ ոչ միայն արցախահայերի, այլ առհասարակ հայ ժողովրդի։